կոլեկտիվ։ Գետ Մխիթարյանի թույլատվությամբ մենք այսօր սկսում ենք առաջին դասարանի այդ բենարանի միջոցառումը, որը նվիրված է մեր հայությանը։ Խնդրում եմ հաշվի առեք, որ նրանք 6 տարեկան են և պահպանեք դրություն։
Միթե նրանք հայեր չեն։ Հայեր են, ինչպես չէ, հայեր են։ Յարմեն կա։ Այլ Արմենի։ Գրով Արմանյան։ Լսուիս Արմենի։ Իհարկե հայեր են։ Ախր ինչու չեք հասկանում, նրանք ապրում են Հայաստանից դուրս օտար միջավայրում, խոսում են օտար լեզուներով։ Բայց ինչ հայ, չէ որ հայ բանուկները անպայման պիտի խոսեն հայերեն, նրանց հայ պահողը, իրար միացնողը լեզուն է ու հավատը։ Լեզուն են հայրենիքն են, մերն է, մենք պիտի տերկանենք ու պահպանենք։ Մեր լեզուն մեր խեղճն է դա, ծուր փասը մեր սեղանի, մեր հոգու կանչն է արդար ու համը մեր բերանի։ Մեր լեզուն ծուղն է մեր տան, մեր կշիռն աշխարհի մեջ նա աղն է մեր ինքնության, օջան խորհուրդը մեր։ Նա պիտի մեր առաջին ու վերջին սերն ունի։ Ինչ ունենք այդ աշխարհում, որ այդքան մեր։ Մենք հայերս իրար արագ ենք տարբերում, ինչ որ ամենբռնելի մաղնից կա մեր պատմվածքի մեջ, զգում ենք իրար։ Ես այսօր տեսել եմ մի հեքիաթի երազում, աշխարհում բոլորը հայերեն էին խոսում, հասկացա ու հասկացա, որ մայրենի լեզուն, ավիզավն է ամենից հարուստ է, հայերեն է յուրաքանչյուր կարգ ունի մի պատմություն, գրված մեր նախնիների ձեռքերով։ Մեր պատմության ճամփաները քարքարոտ են, եկեք ճամփորդենք պատմության էջերով, գնանք Օշական, որպես այո սրբավայր։ Что такое Օշական? Գնանք Օշական, այնտեղ շատ բան կա։ Օշական նշանակում է Երանի մեր աչքերին։ Լեռների մեջ մի գյուղ կա, Օշական անունի, այդտեղ Մաշտոց մեր վարպետ գրեն են կանգնած սիրով մեծ։ Եկեղեցին կանգնավել, պատմում են մեզ դարերի հետ, այստեղ ծառերն են պարում, մարդկանց հրտուն լույս բերում։ Քարե սարեբակեր ծախում, փին հեքիաթ է այստեղ անքում։ Հայոցներն են հպարտ լեռներ, մեզ միշտ պահող սեգանոցներ, մեզ նվիրեց
չմեռնի հայոց լեզուն, որ հայ հնչի նադարերում, խոստանում ընկել չենք տավի, մեր սրբազան, մեր մայրենուն, ա-արայիչ, բաբաբադակ, գգոյության, դդատախոր, կեզիստայի, զեզորավոր, էերչուն, ըստուն, թեթագավոր, շուժրամանակի, իրերի, լանուսի, խխավարի, տեսովի, կկեքամիների, խխամայնի, ձգձայն, ղեղողանջա, ջջերմարա, մեմետաս, երյուսուր, ննադավրեցի, շշնոր, հովոքեշունչ, չեչարի, բրբաջող, չջարասե, բրբապի, զեզորավոր, բրբգար, տկտերմեր, ցցակալի, ու թափարքի, քրիստոս, այսօր մաստացած տարրերը աշխարհի ամենակատարյալ ու կենսունակ այբուբերների շարքում են այն տարեր շարունակ հասել է մեծ առանց փոփոխությունների։ Մաստացյան այբուբերը իր պատվավոր տեղն է զբաղեցնում համաշխարհային մշակույթի գծերանում հանդիսանալով հայ մարդու ինքնության կարևորագույն տարրերից մեկը։ Սա հայերի յուրօրինակ ազգային կոդն է։ Արարատ լեռն եմ լուսը աստվածների ամրոցը վեր, ես եմ հայն միշտ հայբահել, իմ հաց, քով շարնում վսեն, հայրենաբար սիկաբանք լեռ, մեզ մվիրին ատարում է, բանալին մե այբուբեն առաջնորդի մեր մայրենին։ Ես էլ հայքից եմ ճարանգել, իմ անունը իմ կծքում է, հավերժ փակվել, հայրենիք, Հայաստան ու հայկյան, հավերժ ասասան։ Սա սրտիս չափ ես դու, իմ սրտի մեջ եմ ես քեզ միշտ պահում, կոպիտ ես քարոտ, քնքշանքի կարոտ, և դրա համար ամենակնքուշ իմ քնքշանքով եմ ես քեզ պայքարում։ Ես են եմ, շատ հեռու չեմ, Սյունիքի քաշ զինվորն եմ, լեժդերն են ինձ սանձեմյան, Զանգեզուրին լեռներից, ձեզ մինուբեր պար եմ բերել։ Տես սարետ այժտեր, կետեր այլկվող, տես դիգրան մեծի երկիրը փառավոր, տես քարե քաղաք հիմ նորացված, Հայաստանի գույնը արևով լցված։ Նարյան երկիրին ու վեհաշուկ տարեկի բավից լցված աղոտքով, նորավան տանգնած լեռների գրկում, Նեմրուտն է պահում իրին աղոտքում։ Պարն է հայկական, ասում են բարը հոգու աղոտքն է։ Մենք ելազոտության բարը կպարենք, այդ ճախրանքը մեզ կտատի երազանքի հայրենիքը։ Հայկական բարը ժառանգություն է, որ փոխանցվում է սերնդից սերունդ։ Թող որ պարենք այնպես, ինչպես հայերս ենք ապրում, դրա կոտ հպարտ ու անվեհեր։ Ես էլ կուզեմ պարել, ես էլ գիտեմ պարել, ես էլ կրնեմ պարել։ Я тоже хочу танцевать. I also want to dance.
ամոթ չէ, ճաշի համար մեծ կանգառ է, ունի համեղ գաթա լավաշ, վայելքներն են մինչև տատխաշ։ Կարմին Հայաստանի հպարտությունն է, որ այցելիս այնտեղ գալ մեր հին պատմության ուլես։ Լուսնի նման զարդարված աղոթքներով ողողված գեղարդի վանքը սպասում է ձեզ, որ ուրգան լինի մեզ։ Աչի կուսնեմ։ Օրնե, մեզ համակայցար, եթե, մեզ սրբի ասվան, լգում են բոլորը, և ուրախ են բոլորը, և մեր շուտն է երկում վան։ Օրնե, մեզ համակայցար, եթե, մեզ սրբի ասվան, լգում են բարը, մեր երկիրը խաղաղ է կհանդենք ու հին դժվար։ Շարություն, հարգելի ողջուններ, նշի պատրաստ են Երևան Լոնդոն, Երևան Փարիզ, Երևան Պեկին, Երևան Մոսկվա շերտի ուղերձ։ Եղել եմ ուրիշ երկինքների տակ, ջուրն եմ խմել այլոց աշխարհի, ով կար դեղնավում, ով կար սպիտակ,
տապ, բայց բույրը չկար մեր քարոզ հողի։ Հեռու ափերում խորհելով անվերջ, սիրտս ոչ մի բան չի հանգստացել, ու երբ ինքս ինձ չեմ հաղթել իմ մեջ, ամեն ինչ թողել ու տուն եմ դարձել։ Հայրենի կաչը այրա կաչի պես, չի լքել հոգիս և ոչ մի պահի, ու չեմ հասկանում, թե ինչ-թել է ասես, որ ինձ կապում է իմ խեց աշխարհի։ Մենք ուզում ենք ապրել այստեղ, այս քարքարոտ հողի վրա։ Մենք ուզում ենք սերունդներին թողնել երկիր հզորասոր ու խոնարհվել մեր քաջերի ամենազոր։ Ապրենք մեկտեղ, մի երկնքին, մի արևի հովանուտար, տալով մեր հին վարք ու փակին, մի նոր թրիսկ ու մի նոր կյանք։ Ես կոչ եմ անում, ինքնուրույն հասնենք մեր նպատակին, լրջությամբ զինենք մեր միտքն ու օքին։ Խելացի լինենք ու կապքով արի, որ կարեկցանքի կարիք չլինի։ Ես կոչ եմ անում հասկացության։ Ես ասիրության դիմար կպատրեք։ Հայրենիքի մասին միշտ հիշենք կյանքում, ձևապաշտ պետք չէ, ազնիվ լինենք միշտ։ Հույս տանք աշխարհին, որ փախի ճամփեքը մեն են, հենց վաղուց քանի կա հայը աշխարհի վրա։ Թողավեր գապրին մեր ժողովուրդը, 1000 տարիներ ու 1000 դարեր։ Ապրիր, ինչքան շատ ապրել ես, տևել 1000 տարիներ ու 1000 դարեր։ Ինչքան եղել ենք քաջ ու անձնվել, 1000 տարիներ ու 1000 դարեր։
Սիրելի հյուրեր, ուսուցիչներ, շնորհավորում եմ նախնի փոքրերին իրենց կատարած առաջին քայլերի համար, հաջողակ քայլերի համար, շնորհավորում եմ ծնողներին, ուսուցիչներին և ինքս ինձ։ Ուզում եմ, որ դեռ մանկուց իրենք հասկանան հայության շունչը, ուզում եմ բոլորը, օտար երկրների բոլոր հայերը վերադառնան հայրենիք, սովորեն հայերեն և դառնան մեզ համար ուժեղ, ամուր հենասյուն, որպեսզի մենք ապրենք ազատ և անկախ Հայաստանում։ Շնորհակալություն։ Սիրելի ներկաներ, ողջունում եմ։ Շնորհավորում եմ բոլորից, եթե այստեղ եք, նշանակում է ձեր համար տոներ և դուք եք մեծ ոգևորությամբ եկեք և ներկա եք գտնվում այս միջոցառմանը։ Շնորհավորում եմ ընկեր Հարությունյանին առաջին հերթին, որովհետև հաշված ամիսների ընթացքում ընկեր Հարությունյան դուք երեխաներից աշակերտը մեր համար սարքեցիք, այսպես ասեմ, իրենք երեխաներ էին, իրենց բոլոր կամակորություններով, անկարգություններով, բայց այսօր մենք տեսնում ենք, որ կարգապահ, իրար նկատմամբ հոգատարություն ցուցաբերող, ես նոր ընկեր Անտոնյանի հետ էինք դիտարկում, որ իրենք ինչքան հոգատար են իրար նկատմամբ, ինչքան ուշադիր են, իրարով փորձում են օգնել, զիջել, սա շատ կարևոր կարողություններ է, որ մեր երեխաների մոտ զարգացել են։ Ընկեր Հարությունյանն ընտրել էր շատ զգայուն թեմա, իմ համար հատկապես, մեր ուսուցիչները գիտեն, ես ինչքան շատ սիրում շատ կարևոր թեմա էր ընտրել և պետք է ասեմ, որ ես բավականին հուզված եմ, որովհետև այստեղ շատ կարևոր էր հայրենաճանաչության և հայրենասիրության թեմաները, որ կային։ Դուք ձեր միջոցառման միջոցով երեխաները այսքան փորձելի ժամանակ, այսքան փորձելի ընթացքում հաստատ այն վայրեր են, տեսարժան վայրեր են, կարևոր արժեքները, որ մեր հայրենիքի հետ մեզ կապում են, սկսած լեզվից մինչև տեսարժան վայրերով, ներգաղթով, հայրենադարձությամբ, շատ կարևոր թեմա էինք նաև, չգիտեմ, ներառել, իրենք փոքր են գուցե և շատ բան չեն հասկանում, բայց հաստատ այս իրենց հիշողությունների մեջ մնալու է և շատ կարևոր տեղ է գրավելու իրենց համար։ Սիրելի ծնողներ, մեր առաջին դասարանցիները նաև հաշվետվություն են տվել իրենց ուսումնական մասով մեզ, տարաճանաչ են, գրում են, կարդում են, բավականին բարդ աշխատանք են կատարել, բավականին բարդ աշխատանք են ներկայացրել մեզ և պիտի ասեմ, որ ես շատ գոհ եմ, տնօրինությունը շատ գոհ է իրենց կատարած աշխատանքից, այդ աշխատանքը առանց ձեզ չի եղել, դուք էլ եք մասնակից, այս իրենց տարաճանաչությանը, ընկեր Հարությունյանի հետ միասին դուք այս ամիսների ընթացքում շատ սրտացավ աշխատել եք, ինչի համար մենք այս արդյունքը այսօր տեսնում ենք, վայելում ենք, սա շատ կարևոր է։ Ինչ եմ ձեզ մաղթում, սիրելի երեխաներ, նա շնորհավորում եմ, շատ ապրեք, դուք փայլուն ելույթ ունեցաք, այս ամիսների ընթացքում ձեր փորձերը, երկրորդ հերթով գալը, աշխատելը, նաև ցուցադրել եք պետք, ներկայացնել եք պետք, դուք դա պատվով ներկայացրեցիք։ Շատ մեծ դերասանական վարպետությամբ։ Մենք այստեղ երեխաներ ունենք, որ իրոք փայլում են իրենց դերասանական վարպետությամբ կամ իրենց երաժշտական լսողությամբ։ Արդեն նկատել ենք, մենք արդեն սա դիտարկում ենք։ Ինչ եմ մաղթում ձեզ, որ ձեր մանկության մոլորակում միշտ խաղաղություն լինի, միշտ ձեր ծնողները ձեր հետ լինեն, առողջ լինեն, դուք առողջ լինեք, դուք այսպես գեղեցիկ, փայլուն, մեզ միշտ հիացնեք, ես միշտ կպարտանամ, որ դուք մեզ սահել եք։ Դուք մեր կրսեր սաներն էիք, մենք ամբողջ տարին ձեզ այսպես ձեր հետևից ման ենք եկել, ձեզ ուսումնասիրել ենք, դիտարկել ենք, հիացել ենք ձեզանով, ձեր աշխուժությամբ, ձեր անկաշկանդ պահվածքով։ Ես ուզում եմ, որ դուք միշտ այդպիսին լինեք, իսկ այդպիսին լինելու համար սիրելի ծնողներ, ձեզ առողջություն, մեզ խաղաղություն, մեր երկրին, որ դուք միշտ անհոգ, ուրախ, ժպիտով է, որ առավոտ դուք այդպես ուրախ բերում եք, մի հատ էլ համբուրում եք դրան առաջ, ճանապարհում եք, մենք ձեզ միշտ այդպես տեսնենք։ Շնորհավորում եմ ձեզ բոլորիս աչքը լույս լինի, որովհետև այբենարանի հանդեսը ուսուցչի համար երկունքի նման բան է, ծնվում է միջից, ծնվում է ցույց տալով ոչ միայն իր հմտությունները, թե ինքը ինչքան է սովորեցրել, ցույց տալով, թե ինքը ինչքան է զգայուն։ Քանի տարիներ մենք առաջին դասարան ենք ընդունում, ճանապարհում, բայց ամեն անգամ հուզվում ենք իրենց հետ,
նստած տեղը լաց լինում, բարձր ծապ տալիս, չգիտեմ, չեմ տեղավորվում արմից մեջ, թե ոնց ծապ տամ, որ իմ ամբողջ ոգևորությունը այս բուջուրիկներին հասնի։ Լենականցիները լավ խոսք ունեն, ասում են աշողը չի իմանա, քաշողը կիմանա, ուսուցիչներն, ովքեր այստեղ նստած են, գիտեն, թե ինչ է քաշել ուսուցչուհիները, որ այսպիսի պստլիկներից մարդուկներ են դարձրել և իրենց շուրթերով հայի ամենազգայուն թեմայի մասին են խոսում։ Ընկեր Հարությունյան, շնորհավորում եմ։ Առաջի տարին չի, վերջինն էլ չի, և ես այնքան ուրախ եմ, որ այն ավանդույթները, որ այս դպրոցը ունի, դուք երիտասարդներով կրում և շարունակում եք։ Ձեզ մաղթում եմ առողջություն, բոլորիդ, բոլոր ուսուցիչներին, իմ կոլեգաներին մաղթում եմ մեծ համբերություն, որովհետև այս ժամանակներում աշխատելը սարսափելի դժվար է, որովհետև բոլորս, ինձանից սկսած, եթե հանրապետությունում նախարար չենք, ապա վարչապետի պաշտոնով ենք անպայման։ Դրա համար սա մեծ համբերություն է պետք, որ ուսուցիչը կարողանա այս ժամանակներում աշխատի։ Իսկ ձեզ ինչ եմ ցանկանում։ Ցանկանում եմ կապույտ երկինք, ձեր կտարեք վերև, թող կապույտ լինի ձեր երկինքը։ Ցանկանում եմ կանաչ ճանապարհ, որ դուք հանգիստ քայլեք, ձեր պապաներին ու մամաներին շատ փող, որ իրենք կարողանան ձեր նպատակներին հասցնել, իսկ մեզ ապրեք, աչքները դուրս լինի, շատ կուզենամ, որ այսօր մեր հանդեսին մասնակցում է նաև մեր ավագ ընկերուհից, մենք շատ բան սովորել ենք այս դպրոցում, ինձնից սկսած, ես եկել եմ այս դպրոց, ինքն արդեն անունով մարդ էր, շատ կուզենամ, որ ընկեր Հարությունյանը իր մաղթանքի երկու բառ ասի ընկեր Հարությունյանին, իր ազգան բակիցին և մեր բոլոր սաներին։ Այստեղ նայում եմ, ոնց որ սա մեր երեխաներն Ես նայում եմ և իմ աշակերտների երեխաների տեսակ։ Շատ նմանեցնելով, շատ լավ ճանաչելով։ Ես խոսում եմ նրա մասին, որ մենք կրթությունը հաջողում ենք եղավ։ Մեր երեխաները իրենց երեխաներին մեզ է խստում։ Շատ հուզվել եմ անկեղծ։ Եվ հիացել ուղղակի ընկեր Հարությունյանի աշխատանքով, որովհետև տարեց տարի փոխվում են պահանջները և մեր ժամանակների հանդեսները նման չեն։ Չեմ ասի, մենք քիչ ենք աշխատել կամ վատ հանդեսներ, չէ, ուղղակի հիմա ժամանակներն են փոխվել ու երեխաները շատ պահանջատեր են, մեր երեխաները շատ պահանջատեր են, շատ լուսավոր բանիկներ են մեր երեխաները, ես շնորհավորում եմ ձեզ, դուք շատ լավն եք, դուք շատ լավ բանիկներ եք, ուզում եմ, որ դուք այսպես միշտ ուրախ լինեք, լավ սովորեք, գիտեք այս դպրոցի ինչ լավ դպրոց է, ուսատոր, գեղեցիկ, լավ ուսուցիչներով, լավ տնօրինությամբ, և դուք երեխաներ պետք է շատ լավ սովորեք, որպեսզի բարձր պահեք մեր դպրոցի, մեր ուսուցիչների, ձեր ծնողների պատիվը։ Ես շնորհավորում եմ ընկեր Հարությունյան, իմ սիրելի ընկեր Հարությունյան, շատ Աղնվազը տիտանական աշխատանք պետք է կատարել 6-7 ամսում, դեռ չխոսով, դեռ չգիտեմ, այսպիսի արդյունք ցուցաբերելով, ես շնորհավորում եմ։ Ձեզ շնորհավորում եմ սիրելի ծնողներ, միշտ ձեր երեխաների կողքին եղեք, հիշեք, եթե հետևողական եք, անպայման կունենաք բարձրացում։ Շնորհավորում եմ։ Սիրելիներս, քանի որ Դավիթը ուշացավ, ուզեմ Դավիթ ներկսենք իր բանաստեղծությունը, որ հետևում չմնա, լսում եմ Դավիթ ջան։ Ահա։ Ես ևս ուզում եմ շնորհավորել տարաշխարհի մեր նոր բնակիչներին, որովհետև սիրելի երեխաներ, դուք կատարել եք առաջին քայլերը դեպի գիտելիքի այս զարմանահրաշ աշխարհը։ Շնորհավորում եմ ձեզ։ Ամենակարևորը խնդրում եմ, որ անաղարտ պահեք մեր մայրենի լեզուն եւ այդ դեպի իմացության լույսը վինացող ճանապարհը քայլեք խիզախ եւ վստահ։
Այն, որ Ընկեր Հարությունյանը հմուտ մասնագետ է եւ բազմից է ապացուցել եւ մասնագիտական բարձր հատկանիշներով ոշտված եւ մարդկային եւ հետեւաբար ուզում եմ ծնողների եւ իմ անունից խորին երախտագիտությունը հայտնել ձեզ Ընկեր Հարությունյան, որովհետեւ պարզապես Այբենարանին նվիրված միջոցառում չէր, այլ որ ասելիք ունեցող։ Եվ ուզում եմ շնորհակալություն հայտնել տնօրինությանը հատկապես, Տիկին Մխիթարյան, շնորհավորում եմ ձեզ, որովհետև ձեր ղեկավարած ուսումնական հաստատությունը այսօր բարձր վարկանիշ ունի։ Կարծում եմ դա ձեր մեծագույն ձեռքբերումն է, շնորհավորում եմ եւ ձեզ եւ մանկաբանական, այո, ողջ կազմին շնորհակալություն եմ հայտնում։ Ձեզանից միայն մնում է վերցնելը, պիտի վերցնենք, չէ՞, հյուսյուն հաչիք նավ է, ինչ անենք, հիմա աղոթան ենք, հետո ձեզ ողնության կրական ենք, հետո ատում ձեր ուսուցիչները ուսեք կասնպես, ձեզ է շնորհավորում, դոկտերը զորացնի ձեզ, ուշ կալողություն դա, այո, դժվար առաքելություն եք ձեր ուսելի վերցել, բայց նավնավ է, մեր վաղվա օրը կախված են մեր երեխաների գիտելիքից, մեր մաղնանքը, որտեղ ձեզ զորացնի, որպեսզի մեր երեխեքին տակ ոչ միայն կրթություն, այլ նաև բարեկրթություն, որովհետև կրթության հիմքը բարեկրթությունն է։ Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս, ամեն հայր մեր, որ երկինս ես, Սուրբ Եղիցի անունքով,
եկեսցե արքայություն քո, եկեսցե արքայություն քո, եղիցին կամք քո, եղիցին կամք քո, որպես հերկինս որպես երկինս եւ երկրի, Եվ երկրի, ըսհաց մեր անապազոր, ըսհաց մեր հարապազոր, տուր մեզ այսօր, տուր մեզ այսօր, եւ թող մեզ պարտիս մեր, և թող մեզ պարտիս մեզ, որպես եւ մենք որպես և մենք հողունք մերոց պարտապանած, հողունք մենոց պարտապանած, եւ մի տանիրս մեզի փորձություն, և մի տանիք մեզի փորձություն, այլ փրկյաց մեզի չարենք, այլ փրկյաց մեզի չարենք, զիքոյ արքայություն, զինվորայություն, եւ զորություն, և զորություն, եւ փառք և վար, հավիտյանս հավիտյանս, ամեն։ ամեն։ Ընթերցում Պողոս Սարաքյալի Եփեսացիներին ուղղված նամակից։ Որդիներ, հնազանդ եղեք ձեր ծնողների գիտեր, որովհետև դա է ճիշտը։ Պատվիր քո հորն ու մորը, որ առաջին պատվիրանն է, տրված խոստումով, որպեսզի լավ լինի քեզ համար եւ երկար կյանք ունենաս երկրի վրա։ Հայրեր, մի զայրացրեք ձեր որդիներին, մեծացրեք նրանց Տիրոջ խրատով ու ուսումով։ Ալելույա, ալելույա, օրնեցեք մանկուն քստեր եւ օրնեցեք զանուն ընկյար։ Ալելույա, որդին։ Աղություն, ամենեցում, Եվ ընդհոտ գույքում երկյուղացության լվարում։ սրբով ավետարանից Հիսուսի Քրիստոսի, որս Մարկոսի, Փառքեզ ձեր Աստված մեր, փրկում է, ասե Աստված։ Տեր մեր Հիսուս Քրիստոս, եւ մատուցան էին արնա մանկտին, զիձերն դիցեին օծա, իսկ աշակերտ կենսաստեին այնոցիկ, որ մատուցան էին, իբրև ետեց Հիսուս բարգացյաս աստիացնոցա եւ ասել, դույտուկ մանկտույտ գալարիս եւ մի արկելու կզդոսա, զի այդպիսյաց թե արքայությունն աստուծո, ամեն ասեմ ձեզ, որ ոչ ընկացի զարկայությունն աստուծո իբրև զմանուկ, ոչ մտցեինա, եւ արյալս նոսայի գիրկս ձեռն եդի վերա, եւ օրնյացես նոր սան, էլ ողորմյա, էլ ողորմյա, էլ ողորմյա։ Ով բարեզնամ եւ ամենակար Աստված, հայր մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի, այստեղ ներկա մանուկները քեզ են խոնարհում իրենց գլուխները։ Աղաչում ենք քեզ, երկարի աներևույթ աչը եւ ոտմիր այս զավակների, այլև Սուրբ Հոգուտ պարգևած սրբության պահի, որպեսզի անըրատ մնալով քո կամքը կատարեն եւ անմեղությամբ հասնեն հավիտենական կյանքին։ Ուղղիր եւ քո երկրի մեջ հաստատում իրենց քայլերը, պահելով հնազանդ քո լուսավոր պատվիրանների մեջ իրենց ամբողջ կյանքի ընթացքում, ինչպես նաեւ պարգևիր խաղաղ եւ առանց մեղքի կյանք, որպեսզի հաստ ունենալով եւ աճելով հասնեն մինչեւ խոր ծերություն։ Մեր Տիրոջ եւ Փրկչի Հիսուսի Քրիստոսի շնորհներով եւ մարդասիրությամբ, որի հետ օրհնաբանում ենք նաեւ քեզ, ով հայր ամենակալ, կենթանարար Սուրբ Հոգուտ հետ միասին, այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն։ Սուրբ խաչից աղաչես ու կստես, Իսովավ փրկեցես մեզի մեղած, եւ քեզ կուսե շնորհի ողորմության յուրով, ամենակալ Տեր Աստված մեր, քեզ հո եւ ողորմյա։ Պահպանիչ
եւ հույս հավատացելոց Քրիստոս Աստված մեր։ Պահյա, պահպանյա զավակուն քո, ընդհովանյա, սուրբ եւ պատվական խաչի մտքովի խաղաղությամբ, փրկյա, ազատյա, երևելի եւ աներևույթ թշնամյաց, արժանավորյա, գողության փառավոր լսքեզ ընթոր եւ ընթոքվույթ սրբով, այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն, պահպանիչ եւ հույս հավատացելոց Քրիստոս Աստված մեր, պահյա, պահպանյա զմանկթույթ քո, ընդհովանյա, սուրբ եւ պատվական խաչի մտքովի խաղաղությամբ, փրկյա, ազատյա, երևելի եւ աներևույթ թշնամյաց, արժանավորյա, գողության փառավոր լսքեզ, ընթոր եւ ընթոքվույթ սրբով, այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն։ Աստված պահապան ձեզ, սիրելի փոքրիկներ, եւս մեկ անգամ շնորհավորում եմ առաջի դասարանը կահարներու կապակցությամբ եւ աղթում եմ, որ Աստծո շնորհներով մեծանաք, խաղաղ երկինքի տակ մեծանաք, առողջ մեծանաք, ինչպես որ Պողոս Ավեքյան այսօր ասաց, Սատավակ որոնտեղը ծծեցիք չէ, հնազանդվեք ձեր ծնողներին եւ ձեր ծնողները ձեզ շատ սիրեն։ Աստված պահապան։ Մենք հիմա հարության շրջանում ենք գտնվում, այսինքն Քրիստոսի հարությունից մինչև համբարձումը, որպես քրիստոնյաներ նաև մեկս մյուսից ողջունում ենք հետևյալ ձև։ Քրիստոս արյանը բերեց։ Դուք պիտի ասեք օրհնյալ է հարությունը Քրիստոսի։ Հիմա մի հատ է, բայց մի անգամից, իհարկե միասին, լավ։ Քրիստոս արյանը բերեց։ Օրհնյալ է հարությունը Քրիստոսի։ Մեծ եւ ձեզ մեծանալիս։ Աստված պահպան ձեզ։ Գնանք